Համագործակցել կառավարությունը։ Շնորհակալ եմ, եթե այլ հարցեր չկա նման հարց։ Պարոն Սարգսյան, այսօրին ձեզ տեսնում են գերիների հարազատներից մեկի հետ եւ շատ են խոսակցությունները, որ դա ձեր PR-ի համար եք դուք անում։ Ցավում եմ, որ նման խոսույթ կա, բայց նաեւ օբյեկտիվ է, որ կարող է նման տպավորություն ձևավորվի, որ Սարգսյան Հայկը որոշել է PR անել սեփական անձը։ Նշեմ, թե ինչպես է եղել դեպքը եւ ինչպես է եղել կոնկրետ այս մասնավոր դեպքը, որ տեղի ունեցել 3։ Ուրեմն 3 չէ առաջի օրը մենք տեղեկություն ենք ստանում եւ եղբայրս, որ գերիներից մեկի կինը, ով բնակվում է Լիբանանում, ազգությամբ արաբ, Լիբանանի արաբ, Լինդա անունով կինը, ցանկանում է գալ Հայաստանի Հանրապետություն, որպեսզի տեսնի իր ամուսնուն, ով 5 տարի եղել է գերեվարված, 5 տարի 2 ամիս եղել է գերեվարված Ադրբեջանում։ Նման միտք է հնչել, որ նա չունի տոմսի գումար, որպեսզի վերադառնա հայրենիք։ Մենք կապվել ենք իր հետ, որպեսզի լուծենք այդ հարցը, որպեսզի նա վերադառնա։ Իմացել ենք, որ արդեն այլ հայրենակից, ով հետագայում ասացին այլ դաշնակցության ներկայացուցիչը, տոմսը գնել է։ Ես չեմ ուզում, որպեսզի ստեղ որևէ քաղաքական հայաց կամ կուսակցական պատկանելություն տարանջատենք։ Շնորհակալ եմ այդ մեր հայրենակցից, դաշնակցության այդ կուսակցության ներկայացուցիչ կամ համակրից, չգիտեմ ով է, եղբայրս իր հետ խոսացել, ով գնել է այդ տոմսը։ Մենք ենք պատրաստվում գնել, ինքն է գնել, շատ շնորհակալ ենք դրա համար։ Լինդան վերադարձել է Հայաստանի Հանրապետություն, մենք իր հետ խոսել ենք, նա չուներ Հայաստանի Հանրապետությունը ոչ ընկերներ, ոչ բարեկամներ։ Մենք ցանկություն ենք հայտնել նրան օդանավակայանում դիմավորելու, որպեսզի ուղեկցենք, տանենք եւ իր ամուսնու հետ հանդիպի։ Շատ ուրախացել է, իդեպ Հայաստան վերադառնալուց հետո ասել է, որ ձեր զանգից հետո եմ որոշել վերադառնալ, քանի որ միջև դա չէի հավատում, որ ամուսնուս ազատ են արձակել, տեղեկատվությունը, որ ամուսնուն արձակել են, ստացել է լրատվականներից մեկից եւ չի հավատացել, ասել է ինչու եք իմ յարդերի հետ խաղում, ինչու եք նման կեղծ տեղեկատվություն տալիս։ Միայն մեր խոսքից հետո նա հավատացել է եւ վերադարձել է, սա ասում եմ իր խոսքի մեկնաբանություններով։ Նրան դիմավորել ենք օդանավակայանում եւ ուղեկցել ենք, գնացել ենք հոսպիտալ, որտեղ պահվում էին մեր գերեվարված գերությունից վերադարձած տղաները։ Ասել են, որ նա գնացել է քննչական կոմիտե։ Միասին Լինդայի հետ գնացել ենք մեր տուն, որտեղ մոտ 5-6 ժամ սպասել ենք։ Քննչական կոմիտեից երբ ասել են, որ արդեն ավարտվել է գործողությունները, գնացել ենք եւ նրանք հանդիպել են ամուսիններով։ Դրանից հետո, քանի որ չեն ունեցել այլ ուղեկցող անձ, չեն ունեցել բարեկամներ, ընկերներ, չեն ունեցել որևէ դրամ իրենց գրպանում, մենք շարունակել ենք նրանց ուղեկցել, տանել հյուրանոց, այսօր առավոտյան, քանի որ ես նիստի ընկերներիցս մեկին եմ խնդրել, որպեսզի նրան եւս մեկ անգամ տանի քննչական կոմիտե, այսինքն այս աշխատանքը մենք անում ենք հասարակական հիմունքներով, որպես քաղաքացի, տեղյակ ենք, որ այս անձինք չունեն բարեկամներ Հայաստանի Հանրապետություն, չունեն ֆինանսական միջոցներ, չեն ճանաչում քաղաքը եւ անհրաժեշտություն կա նրանց քաղաքում ուղեկցելու։ Այսինքն, եթե Լինդան օրինակ գար օդանավակայան Լիբանանից, որտեղ անհամեմատ ավելի տաքիկ են Հայաստանում, եւ չիմանար որտեղ է պահվում իր ամուսինը, չիմանար թե ինչպես կարող է հասնել նրան, տեսակցել, չունենալով հեռախոսի համար, չունենալով ինտերնետ եւ այլն, նա չէր կարողանում դա կազմակերպել, մենք փորձել ենք սա կազմակերպել եւ կարող է դա սա դիտվել որպես PR, բայց մենք սա արել ենք մեր հանգստության համար, որովհետեւ դիրապետել ենք տեղեկատվության, որ այս մեր լիբանանահայ բարեկամը Վիգենը տեղափոխվել է Հայաստան, տեղափոխվել է Շուշի մշտական բնակության, պատերազմի ընթացքում չի լքել Արցախը եւ որպես քաղաքացիական օգնել է, պատգարակներ է տեղափոխել, վիրավոր անձանց է տեղափոխել, մինչեւ վերջի օրը մնացել է։ Ու ինքը մեր երկրի ծառայություններ է մատուցել։ Ու այսօր ժամանակն է, որ մեր երկրի գերությունից հետո մեր քաղաքացիները իդեպ ասեմ, շատ քաղաքացիներ գրում են ու պատրաստակամություն են հայտնում մեր քաղաքացիներին այո օգնելու ֆինանսապես կամ հյուրանոցի հարց լուծելով կամ այլ միջոցներով, ուզում եմ ասեմ, սա ընդհանուր բոլորի սրտով է ու այս աշխատանքը մենք պետք է անենք նրանց մենակ չթողնենք։ Պարոն Սարգսյան, եւ մի կարճ հարց, դուք ինչպես եք վերաբերում այն հանգամանքին, որ Թուրքիայի արտգործնախարարը